բավականին ուշագրավ process է եւ այն տեղավորում է Սիրիայի տարածքում այսօր ընթացող ուրեմն ընդհանուր գործընթացների տրամաբանության մեջ։ Մենք գիտենք, որ Քեսավի դեմ հարձակումը տեղի ունեցավ մարտի 20-21-ին եւ մոտավորապես այս շրջանը ուրեմն նախորդում էր Սիրիայում նախագահական ընտրությունների ուրեմն կազմակերպման այդ ժամանակաշրջանին։ Ուրեմն այս շրջանում ուրեմն այս տրամաբանության մեջ էր նաև սիրիական բանակի ռազմական ուրեմն գործողությունների իրականացնելու մարտավարությունը, այսինքն նրանց հիմնական նպատակը իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում հիմնականում անվտանգության ապահովումն էր, որպեսզի հնարավորինս ապահովի ընտրողների մասնակցությունը ընտրական գործընթացին։ Եվ այս համատեքստում Քեսաբի ուրեմն դեմ հարձակումից ընդամենը մեկ ամսվա կտրվածքով սիրիական բանակը զբաղեցրեց ռազմավարական կարևորություն ունեցող բարձունքներ, որտեղից վերահսկում էր տարածքը եւ այդտեղ ուրեմն կանգ առավ։ Ինչպես նշեցի, հիմնական ուրեմն արսենալը, հիմնական ստորաբաժանումները կենտրոնացնելով այլ առավել կարևոր նշանակություն ունեցող ուրեմն վայրերում, շրջաններում երկրի։ Իսկ արդեն նախագահական ընտրություններից հետո ուրեմն բանակի ռազմավարությունը եւս փոխվեց։ Եթե հիշում ենք, ընտրությունների նախորդած հատկապես վերջին մեկ շաբաթի ընթացքում նաև Հալեպում ռազմական գործողությունները բավականաչափ ակտիվացան, մեր համայնքը տուժեց, եթե հիշում ենք, նոր գյուղը հայտարարեց որպես Ավետի գոտի, սա եւս հենց այդ նույն տրամաբանության մեջ էր, այսինքն մի կողմից ընդդիմադիր զինյալներն էին ձգտում հնարավորինս խոչընդոտել ընտրություններին, մյուս կողմից էլ բանակը փորձում էր չեզոքացնել զինյալների այդ մարտավարությունը, այսինքն հստակ տրամաբանություն կա ռազմական գործողությունների։ Տվյալ դեպքում հիմնականում բանակի ուրեմն գործողությունները պաշտպանողական էին։ Իսկ արդեն ընտրություններից հետո փոխվեց նաև ռազմավարությունը, ռազմական գործողությունը եւ բանակն անցավ արդեն հարձակման։ Եվ հենց այս համատեքստում է նաև Քեսաբի վրա վերահսկողություն հաստատելու գործընթացը։ Այս գործողության մասին նախապես չհայտարարվեց բանակի կողմից, այսինքն այն իրականացվեց 2 օրվա ընթացքում եւ ուրեմն հուշկու գրոհով անակնկալի բերելով նաեւ հակակառավարական ուժերին։ Սա ես ներկայացրի ուրեմն բանակի տեսանկյունից ռազմական գործողության իրականացումը։ Հիմա փոքր-ինչ գործողությունը ուրեմն մեկնաբանենք նաեւ նախ հակակառավարական ուժերի, այն ուժերի կողմից, որոնք զբաղեցել են Քեսաբը։ Ուրեմն այդ երկու հիմնական կազմակերպությունները, կառույցները իսլամականների Ջաբհաթ ալ-Նուսրան եւ իսլամական ճակատ կազմակերպությունները, ինչպես գիտենք, Թուրքիայի տարածքով ներխուժեցին։ Այսինքն այդ ներխուժումը հստակ դարձյալ ռազմավարություն, մարտավարական քայլ էր, այս անգամ արդեն հակակառավարական ուժերի եւ նրանց արտաքին հովանավորների։ Դրա նպատակը ո՞րն էր։ Քեսաբի աշխարհագրական դիրքը բավականաչափ կարևոր է, այսինքն այն գտնվում է նախ Սիրիա-թուրքական սահմանին, նրա վերահսկողությունն իրականացնում էր թուրքական սահմանապահների կողմից եւ այն հանդիսանում էր հյուսիսային սահմանը Լատակիա նահանգի եւ Թուրքիայի, որը իսկ Լատակիան համարում է Բաշար al-Ասադի ուրեմն ալավիներով բնակեցված այդ նահանգը, որի անվտանգությունը ամենակարևորն է այսօր գործող իշխանությունների համար։ Այսինքն երբ որ նրանք հարձակում են Քեսաբի դեմ, բնականաբար բանակը թողնում է իր ուրեմն այլ վայրերում իրականացվող գործողությունները եւ բոլոր արսենալը ամբողջական ուղարկում է այս հատված, հենց այս նպատակն էր հետապնդում, այդ իսկ պատճառով, այսինքն ժամանակավոր երևույթ է, ժամանակավոր քայլ է Քեսաբի դեմ հարձակում եւ արդեն ընտրություններից հետո ուրեմն ըստ էության այդ զինյալներն էլ ոչինչ անելու չունեին այս տարածքում, քանի որ ինքը սահմանային գոտի է, այսինքն նրանց հիմնական աջակցությունը պետք է լիներ Թուրքիայի տարածքից։ Իսկ այդ մեծ աղմուկը, որը բարձրացավ Քեսաբի հետ կապված եւ որ Թուրքիան է
բացեց սահմանները, աջակցում էին իսլամական, այդ աղմուկից հետո Թուրքիան ուղղակի չէր կարող ավելի մեծ ուժերով աջակցել այդ զինյալներին։ Հետևաբար արդեն տրամաբանություն նրանք մնացին մոտավորապես 3 ամիս մի քիչ ավելի այդ շրջանում, ինչ որ կարող էին թալանելու, կողոպտելու արեցին, այսինքն նրանց նպատակը որն էր։ Տվյալ դեպքում նրանք էլ իրենց շահն ունեին կողոպտել գոնե առնվազն մաքսիմում նյութական ուրեմն ձեռքբերումներ ունեն, այսինքն այս տեսանկյունից էլ ուրեմն հիմնական ռեսուրսը եղած ուրեմն ավարը, այսպես ասած, ուրեմն կողոպտելն է։ Ինչն էլ արեցին 3 ամիսների ընթացքում եւ ինչին փաստացի ուրեմն ականատեսենք մենք այսօր, երբ որ վերադարձած է վերահսկողությունը շրջանի վրա, սակայն ամբողջությամբ այն կողոպտված է, մասամբ նաև ուրեմն ավերված են, չասենք ավերված, նաև կան ուրեմն շինությունների առումով եւս կորուստներ, քանդված, այրված, հատկապես Կեսաբի կենտրոնը ազգային որոշ շինություններ կան, եկեղեցիներ կան, որոնք կադրից երևում է, որ բավականաչափ վնասված են։ Վերականգնելու հույսերը։ Վերականգնելու հույսերը բնականաբար ամեն ինչ կախված է այն քաղաքականությունից, որը կորդեգրի սիրիական բանակը։ Քեսաբի դեմ հարձակումը մի տեսակ ուրեմն դաս կարելի է համարել սիրիական վարչակարգի համար, քանի որ ըստ էության այդ սահմանը, որտեղից ներխուժեցին իսլամականները, դա ուրեմն վերահսկվում էր բացառապես թուրքական սահմանապահների կողմից։ Դեռևս 1952-53 թվականին Թուրքիա եւ Սիրիայի միջև համաձայնագիր կար, որ սահմանի այդ հատվածը ոչ թե սիրիական սահմանապահներ են կանգնելու, այլ թուրքական սահմանապահներ։ Իսկ բանակային ստորաբաժանումները սիրիական գտնվում են սահմանից մի քանի կիլոմետր ավելի հարավ։ Այդ իսկ պատճառով էլ շատ արագ կերպով հնարավոր եղավ Քեսաբի դեմ ուրեմն հարձակումը։ Հիմա, եթե մենք ինչպես ենք դիտարկում, եթե բանակը հստակ ռազմավարություն որդեգրի, այսինքն ապահովելու այս շրջանը ապահովագրելու նաև հետագայում նման հարձակումներից եւ ապահովի նաև ուրեմն բնակչության վերադարձը անվտանգությունը կայունությունը շրջանում, բնական է, որ պետք է ձեռնամուխ լինեն նաև այդ ուրեմն կառույցների վերականգնմանը, ինչպես նաև բավականաչափ ընտանիքներին պատկանող նաև տներ, գույքեր եւս վնասվել են դրանց վերականգնմանը եւ այլն։